Բարի երեկո հարգարժան քննակ և պարոնայք, սիրելի հյուրեր, բարեկամներ, ընկերներ, եկեք ողջունենք միմյանց այս գեղեցիկ երեկոն միասին և հաճելի անցկացնելու համար։ Արդեն 10 տարի, 110 տարի կասեր Պարուր Սևակը, բայց ես ուղիղ կասեմ, արդեն 15 տարի է ինչ նախաձեռնեցինք աշխուղական արվեստի գիգանտներից մեկի, Ռազմի սիրո երկիչ երկրի աշխուղ Ռազմար Սասունցուն հանրությանը ըստ պատշաճի ներկայացնելու միտքը և այն իրագործեցինք արժանավայել։ Եվ մինչ այս պահը միասին քայլում ենք հայաստանյան բազում բեմերում, զորամասերում, բոլոր քաղաքներում, ինչի համար ես հպարտ եմ, ծափահարենք աշխուղ Ռազմար Սասունցուն։ Մինչ այս նախաձեռնությունը աշխուղ ռազմարը համեստաբար ստեղծագործում էր և իր երգերը երգում էին մտերմիկ շրջանակներում։ Հետո իր հիմնած Սասնա ծռեր անսամբլում և հետո արդեն պրոֆեսոր Թովմաս Պողոսյանի հիմնած Գանձասար անսամբլում։ Հետոն Արցախյան պատերազմներ։ Ազատատենչ հայորդիներին որդեգրեցին Անցնիկ Սասուն, Քաջ Նժդեհին, Անդրանիկ և այլ երգերը, իսկ ավելի ուշ Աշխուղ Ռազմար Սասունցին հիմնեց Էրգիր աշխուղական գործիքային անսամբլը, որտեղ հիմնականում կատարվում էին իր իսկ ստեղծագործությունները։ Կինո Մոսկվայի այս շքեղ դահլիճում այսօր տեղի կունենա Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ Աշխուղ Ռազմար Սասունցու 65-ամյա և ստեղծագործության 45-ամյա հոբելյանական երեկոն։ Հաճելիորեն պարտավորված եմ շնորհակալություններս հայտնել բոլոր նրանց, ովքեր աջակցեցին, նպաստեցին և ում շնորհիվ այսօր կայանում է այս գեղեցիկ հանդիսությունը, այս երեկոն։ Շնորհակալություններս նախ բոլորին, ովքեր այսօր այստեղ են և ընդհանրապես ովքեր կարողացան փոքրիշատե լինել Աշխուղ Ռազմարի կողքին և այս հանդիսության։ Հատուկ շնորհակալություններս և ծափողջույններս Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանին։ Շնորհակալություններս Արագածոտնի մարզի հանրապետական կուսակցության նախագահ Սարգիս Սահակյանին։ Ջերմ ծափողջույններ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին։ Շնորհակալություններս Պաշտպանության նախարարությանը, որ նա մեզ զորակցեց զորական անսամբլով, մեր հրաշալի անսամբլին ջերմ ծափողջույններ։ Շնորհակալություններս Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանին։ Ջերմ շնորհակալություններ մշակույթի նախարարությանը։ Եվ հատուկ շնորհակալություններս առաջին տիկին Ռիտա Սարգսյանին, ում բարձր հովանու ներքո կայանում է աշխուղական արվեստի գիգանտներից մեկի Աշխուղ Ռազմար Սասունցու հոբելյանական երեկոն։ Իսկ երեկոն օրհնանքով սկսելու համար սիրով ուզում եմ բեմ հրավիրել Արարատյան հայրապետական թեմի քահանա Տեր Շահե Հայրապետյանին։ Սիրելիներս, սկսենք երունական աղոթքով։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն։ Հայր մեր, որ երկինս ես, Սուրբ Երիցյանում քո, եկեղեցի արքայություն քո, Երիցին կամ քո, որպես երկինս եւ երկրի, ըսած մեր հանապազորուտուր մեզ այսօր եւ թող մեզ պարտիս մեր, որպեսի մեկ տոն մերոց պարտականած եւ մի տաներս մեզ հիփորձություն այդ փրկյաց մեզ իշխարե զիգոյ արքայություն, գիծորություն եւ փառ Ավիդյանս ամեն։ Ես շատ շնորհակալ եմ, որ ամբողջ բնութագրական ընթացքը տվեց մեր ռազմարի այն ժամանակաշրջանը, որ ապրել է մեր եղբայրը, դա Ծիծեռնակաբերդին Երևանի հուշարձանի ստեղծումներ այդ ժամանակաշրջանում նաև պատերազմ էր,
նաև երկրաշարժ էր, բայց եւ հաղթանակ եւ հաղթանակ կերտող բոլոր ստեղծագործությունները, որ տվեց մեզ մեր ռազմարը, մենք խոնարհվում ենք իր մեծության առաջ եւ արև շատ օրեր են ցանկանում, որ այն երանելի Հայաստանը, որ ինքը երգում է միշտ երկերում, վերադառնա մեզ։ Շնորհակալ ենք։ Շնորհակալություն։ Օրհնանքը ստանալուց հետո եւ այս գեղեցիկ խոսքերը վայելելուց հետո բնական է արդեն համեր երեկոն մտավ իր իրավունքների մեջ եւ ես ուզում եմ շնորհակալություններ հայտնել Մոսկվա կինոթատրոնի տնօրինությանը իդեմս Մարտուն Ադոյանի այս հյուրընկալ տանիքի ներքո մեզ հյուրընկալելու համար եկեք ծափահարենք եւ ցանկանք որ երեկոն անցնի ջերմ մթնոլորտում Այո սարել շորե բադե դաշտերը գանաշմանյակ Վերջին գրումնել է գանալու վերին մեզ Վերջին գրումնել է գանալու վերին մեզ համար Սասուն զորել մերդազորել գարին գենին անվերել Սասուն զորել մերդազորել գարին գենին անվերել Մախլուդոյի զենքներ կոդրել կստիր վահան Աբուդոյի զենքներ կոդրել կստիր վահան Ասնիկ սասուն մտնին կան ուշ կալաշկեր կարդահան Խմբիկ հայոց կտրիչներ հայրենիքի կրգուզոր Ասնիկ սասուն մտնին կան ուշ կալաշկեր կարդահան Խմբիկ հայոց կտրիչներ հայրենիքի կրգուզոր Հայսապետ զոր համուշներ հոգիներ լավակ կաշեց Հայսապետ զոր համուշներ հոգիներ լավակ կաշեց Ճոքսերներ ձերներ կոդրել վերդին խոհանժայնիներ Մայմիջալին ձերներ կոդրել Ժողովուրդը երգում է աշուղ ռազմարի երգերը ծափողջուններ անցնիկ սասուն մտնիկ վան Սասուն մտնիկ վան, շալաշկեր բարդավան, խմբիկ հայոց կտրիչներ, հայրենիքի բերգուտյան, ասնիկ սասուն մտնիկ վան, շալաշկեր բարդավան, խմբիկ հայոց կտրիչներ, հայրենիքի բերգուտյան։ Եվ կարծում եմ հոտնկայս պետք է դիմավորենք այս հզոր երգի, հզոր հեղինակին, աշուղ ռազմար սասունցուն, ձեր ջերմ ծափողջուններով դիմավորեք։
Թուրքերը թրմանը սարմով Եվ որ գլա չներ ճապում Թուրքերը թրմանը սարմով Ասնիկ սասում հտնին գվան ու ճանաչկեր արվա Զոմբին կայոս կտնիշներ հայրենիքին բրգուտյա Ասնիկ սասում հտնին գվան ու ճանաչկեր արվա Զոմբին կայոս կտնիշներ հայրենիքին բրգուտյա Zangekaytak matne zergin bunlar Türk'in badetla Zangekaytak matne zergin şun Türk'in badetla Deri saren barzegume barzegi geldedika Deri saren barzegume barzegi geldedika Deri kanara nikna gikke kuriyem frio kadero Deri kanara nikna gikke kuriyem frio kadero Zangekde merni matasi Turki veşki canmeo Zangekde merni matasi Turki veşki canmeo Basti sasum hadamin gvan Uçaşke darda Thumpin kayos katarişte Hayrenigim barguca Basti sasum hadamin gvan Uçaşke darda Thumpin kayos katarişte Hayrenigim barguca Սիրելի հոբելյար, հանգագին բարեկամներ, ինչ լավ է, որ այսօր էլ կենսունակ ու հզոր է մեր ժողովրդական երկարվեստը, երաշտարվեստը, հենց թեկուզ այն առումով, որ մեր երազանքը, մեր երբեմնի նվիրական տեղանունները, այնպիսի տեղանուններ, ինչպիսիք են Վանը, Սասունը, Մուշը, Ալաշկերտը, Արդահանը և մյուսները, գոնե ժողովրդական երգերում հիշատակվում են։ Գոնե բանահյուսության մեջ հիշատակվում են, այլ տեղ սկսել են շրջանցել այդ տեղանունները, մի տեսակ շատ ենք զգուշավոր դարձել, մի տեսակ շատ ենք նահանջում, այնինչ քանի կա այս արվեստը մեր ազգային երազը միշտ վառ է մնալու ու երբևէ մեր հավակնությունները մենք չենք զիջելու, մենք շատ լավ գիտենք, որ աշխարհը նամանավանդ մեր տարածաշրջանը այնքան հեղեղուկ է դարձել, որ ամեն օր կարող է ինչ-որ բան փոխվել, և եթե մենք չենք հավակնում մեր երբեմնի հայրենիքին, մեր պապերի, հողերին, տարածքներին, հաստատ կգտնվեն ժողովուրդներ, որ կհավակնեն դրանց։ Ինչևէ, կան երգեր, որոնց առաջին իսկ հնչյուններից այնպիսի զգացողություն ես ունենում, կարծես թե դրանք ամբողջ կյանքում քեզ ուղեկցել եմ, կարծես աչք ես բացել այդ երգերի ներքո։ Աշուն Ռազմարի բոլոր երգերը այդպիսին են, սա հենց ճշմարիտ արվեստի չափանիշն է։ Մանավանդ այս հայտնի երգը, որ մեր նոր օրերի օրներքերից մեկն է, երբ առաջին անգամ ես լսեցի այդ երգը հենց հեղինակի իմ լավ ընկեր ու բարեկամ Աշուն Ռազմարի կատարմամբ, այնպիսի տպավորություն ունեի, շատ լավ եմ հիշում, կարծես նա մի ֆիդայապետ լիներ, ով թեքված քարտեզի առաջ գծում էր իր ֆիդայիների երթուղին և այդ երթուղին ձգվում էր Սասուն, Վան, Մուշ, Ալաշկերտ, Արդահան և արդեն քանի տասնամյակ 300-ից ավելի երգ է ստեղծել հայրենասիրական, սիրային, խոհական, փիլիսոփայական, բոլորն էլ նույն մեր ավանդական եղանակներով։ Եվ նա հաճախ է շրջագայում մեր երկրով մեկ, սահմանից սահման, զորամասից զորամաս, և միշտ իր երգը իրենից մի քանի քայլ առաջ է, և վստահաբար այսօր կարող ենք փաստել, որ Աշուն Ռազմարի երգը իրենից 100-200 տարի առաջ է ընկնելու, ճիշտ այնպես, ինչպես իր երևելի նախորդների, Ջիվանու, Շերամի, Շահենի, Աշոտի, մյուսների դեպքում է։ Աշուն Ռազմարի և մեր կողմից այդքան մեծարված, խնկարկված հերոսները, առասպելացին հերոսները, նկատի ունեմ անցյալ դարասկզբի ֆիդայիներին, մի այսպիսի խոսք ունեին,
ասում էին մեր անկողինը եղան Սասնա սարերը եւ մեր բմբուլի բարձը եղավ քարերն ու ապառաժները։ Ինչ որ չափով Աշուղ ռազմարը իր կեցվածքով եւ արվեստով կարծես այս նույն կենցաղն է որդեգրել։ Իհարկե նա ունի եւ անկողին եւ բմբուլե բարձ, բայց չգիտես ինչու այդ անկողինն ու բարձը գտնվում են մի փոքրիկ սենյակում, որը գտնվում է հանրակացարանային մի շենքում։ Թողների իմ ընկերը, որ այսօր ես պիտի բարձրաձայնեմ այս խնդիրը, եթե նրա երգն ու երաժշտությունը մերն է, ժողովրդինն է, նրա հոգսն էլ մերը պիտի լինի, այդպես մենք պիտի նայենք։ Այսօր իր կյանքի այս հանգրվանում, ահռելի վաստակով, սիրված փնտրված երգիչ երգահան, 65-ամյա, ինչու պիտի խնդիրներ ունենա, այն էլ ամենամանր սոցիալական խնդիրներ, այն դեպքում, երբ մենք բոլորս գոնե մի դահլիճ ժողովուրդ, որ նրա ընկերն ու մերձավորն ենք, նրան միշտ տեսել ենք խնամված, անթերի հագու կապով ու ոչ մեկիս մտքով չի անցել, թե ինչպես է նրան հաջողվում այդպիսի կեցվածք ընդունել, հպարտ կեցվածք մի սենյակում, որտեղ երկու զավակ է մեծացրել։ Մի խոսքով, այսօր զարմանալի օր է, նաև անսովոր օր է։ Վաղ առավոտից բոլորդ նկատել եք փողոցները աներևակայինի խցանված, կամ փակ էին, կամ կիսափակ են, մարդիկ շտապում են, կամ տեղ չեն հասնում, կամ ուշացումով են հասնում, պատասխանատուները դա կապում էին անձրևոտ եղանակի հորդ տեղումների հետ, բայց մենք գոնե այս դահլիճում գիտենք, որ պատճառը ոչ թե անձրևն է, այլ այն, որ այսօր Աշուղ ռազմար Սասունցին տոնում է իր 65-ամյակը։ Եվ դա այդպես պիտի լինի։ Աշուղի ժողովրդական երգիչի հետ կապված ամեն իրադարձության ժամանակ պիտի փողոցով խցանվի, պիտի զգացվի այդ աշխուժությունը, ինչպես հայտնի երգում, հիշում եք, որ ասում է Աշուղ է եկել մեր մայլեն։ Կային երանելի ժամանակներ, երբ Աշուղի գալուստը երևույթ էր, որտեղ Աշուղը երևում էր տոներ ու տոնախմբություններ, ցնծություններ, բարձր տրամադրություններ։ Այնպես որ այս տրամադրությամբ վայել ենք առաջիկա 1-2 ժամը ու շնորհավորելով իմ բարեկամին մաղթում եմ բոլորիս, թող այս հոբելյանական համերգը լինի լույսի մի շող, մի զորավոր շող, այն ճանապարհի, որով մենք երբևէ պիտի անցնենք Սասուն, մտնենք Վան, դուշ Ալաշկերտ, Արդահան։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Վարդանյան։ Այո, իսկապես, Աշուղ ռազմարի երգերից կարելի է անընդմեջ խոսել իր անցած ճանապարհից, բայց կար ժամանակ, երբ մի պահ մեր իրականությունից դուրս էին մղված աշուղական երգարվեստը։ Այն մաքարում էր տարատեսակ երաժշտությունների խաչմերուկներում, բայց ինչպես ամեն հոսող գետ, աշուղական արվեստը հարթեց իր ուղին, գտավ իր հունը, գտավ իր ստեղծագործողին, գտավ իր կատարողին և գտավ իր հանդիսատեսին։ Եկեք ծափահարենք մեր սիրելի հանդիսատեսին։ Ուզում եմ բեմահարթակը տրամադրել աշուղական մեծ ընտանիքից մեր անչափ սիրելի Աշուղ Նազելիին։ Դիմավորեք, Կարմիր Վարդի ալն եմ սիրում, սիրով ձեզ համար։ Բարի երեկո, սիրելի հայրենակիցներ, մեծ սիրով, ակնածանքով ուզում եմ շնորհավորել իմ ավագ գրչակցի ծննդյան այս հրաշալի տոնը։ Ցանկացած նրա երգերի համերգը տոն է, բայց այսօր հատկապես։ Sirgu
Աշուն ռազմասացություն ստեղծագործություններում մշտարթուն են ներկայիս և անցյալ դարաշրջանի հերոսները։ Սիրո, ռազմի և էրգրի երկչի ստեղծագործությունները առանձնահատուկ են իրենց բարբարային հնչեղությամբ և հենց այդ նրբերանգները պահպանելով Աշուղի երգերը սիրով կատարում են մեր հայտնի երգիչները։ Եկեք ծափահարենք և բեմահարթակը տրամադրենք մեր անչափ սիրելի Արսեն Գրիգորյանին։ Մրո, դիմավորեք, Մայրամ և Անդրանիկ երգերով։ Ողջույն, սրտանց ուզում եմ շնորհավորել մեր Աշուղին և ես մի բան պիտի ասեմ, որ Երանի մեծ, որ մենք ունեցել ենք դասական աշուղներ, շատ մեծանուն աշուղներ և Երանի մեծ նաև, որ այսօր մեզ հետ ապրում են աշուղներ, ստեղծագործում են նույն տաղաչափությամբ և փորձում են մեր մշակույթը հարստացնել, որոնցից մեկն է, որ նաև շատ կարևորում է հայրենիքը և հայրենասիրությունը, աշուղ ռազմար սասունցին, շնորհավոր ծնունդ։ Լույսի ամրոց է իր անվանի, գանանձախքում գիշնին ուր գերեզմանի, լույսի ամրոց է իր անվանի, գանանձախքում գիշնին ուր գերեզմանի, հելանցին խմբոն դալվորի, հայեցածքի ալվան ծաղի, տապիների արժան մարդի, գաջանդրանի, հելանցին խմբոն դալվորի, հայեցածքի ալվան ծաղի, տապիների արժան մարդի, գաջանդրանի, Osmansin avrere kur kupeti Menatan der garay salu kukopti Osmansin avrere kur kupeti Helanslik khambol dalmori Hayatazki alvan zaki Tapineri arjan mardi Kajandrani Helanslik khambol dalmori Hayatazki alvan zaki Tapineri arjan mardi Kajandrani Ha ha Կաջության ծովանդրանի Հենազանդին մեր հավատքին մեր ասում Այլ աստված կաջության ծովանդրանի Հենազին խմբոն դալվորի Հենազին խմբոն դալվորի Այոց ասկի ալվան ծաղի Տակիների
Շնորհակալություն։ Իսկ հիմա Մայրամ։ Ընկերակցությամբ հեքիաթ պարային անսամբլի գեղարվեստական ղեկավար Սոֆիա Պողոսյան։ Արսեն Գրիգորյան, ընկերակցությամբ հեքիաթ պարային անսամբլի։ Շնորհակալություն։ Շնորհակալություն Արսենին, Արսենի երգից հետո նույնիսկ եթե Մայրամ է երգում, կարծես ասի վերկաց գնանք Սասուն, գրավենք, բերենք եւս մեկ անգամ մեր ջերմ ծափողջները մեր հրաշալի երգչին։ Այո, Աշուղի երգը անցնելով տնից տուն, շրթից շուրթ, հիմա էլ անցնում է հոգուց հոգի եւ պիտի պահպանվի ու մնա դարերին, որի վկայագիրն է այն մեծ սերը, որը տեսնում ենք հիմա հենց դահլիճում, վայելում է ժողովրդի կողմից։ Ես ուզում եմ ասել, սիրեցեք, փայփայեցեք Աշուղ ռազմարի երգերը, որովհետեւ նրանց մեջ ապրում է մեր պատմությունը։ Եկեք եւս մեկ անգամ ծափարենք մեր սիրելի Աշուղին իր ստեղծագործությունների եւ այսօր հոբելյանական երեկոյի համար եւ սիրով բեմահարթակը տրամադրենք եւս մի հրաշալի անուն՝ Դավիթ Զաքարյան։ Այ հիմա պիտի թնդա
ապարանցի դավով, դիմավորեք ձեր ջերմ ծափողջունների ներքո Սասնո աղջիկ Աշուղ Ռազմարի ստեղծագործություններին։ Շնորհակալություն, ողջունում եմ բոլորիդ։ Ես նույնպես սրտանց ուզում եմ շնորհավորել Աշուղ Ռազմարին 65-ամյակի կապակցությամբ եւ ինձ էլ բախտ վիճակվեց, որ իր երգերից կատարել բոլորին համար։ Սիրով։ Բեմահարթակում է հեքիաթ պարային անսամբլը գեղարվեստական ղեկավար Սոֆիա Պողոսյան։ Ես ուզում եմ այս գեղեցիկ նոտայի վրա ծափահարենք դահլիճում գտնվող մեր բոլոր ազատամարտիկ ընկերներին, մեր սահմանում կանգնած տղաներին, այն տղաները այստեղ, ովքեր ճանապարհ են անցել, համեստաբար նստած են դահլիճում, մեր ջերմ ծափողջունները ձեզ սիրելիներս, մեր հրաշալի մարտական ընկերներ։ Դուք միանալ բոլոր շնորհավորանքների, բոլոր բարեմաղթանքներին, Օբելիարի ծննդյան 65-ամյակի կապակցությամբ, ինչպես նաև ստեղծագործական ինքնուսնեության 45-ամյակի առթիվ, սիրելի Աշուղ Ռազմարի պետք է նշեմ, որ մենք ինչպես ուժեղ ենք հոգով, երկով, այնպես էլ բազկով և
անշուշտ մեր բազկին ուժը կողով է հաղորդում մեր ոգին, մեր երգը, որ Սուրբ Հոգով տրվում է մեզ։ Անշուշտ պետք է խոստովանեմ, որ երգահան մարդիկ, ստեղծագործող մարդիկ էությամբ բարի են լինում, անչար և անաչար։ Մեր հարգարժան Հոբելյարին ճանաչելով հանդերձ, մենք զորքերում միշտ փառք ու պատիվ ենք մատուցում իրեն, շատ ու շատ զինվորներ երգելով հայեր միացեք երգը և այլ բազմաթիվ երգեր, անգամ չտեսնելով հեղինակին զորեղանում են, ամրանում են, անդանում են, և նրանց քայլ երգի մեջ ուժն է խոսում, ոգին կորովը։ Ես շնորհավորում եմ քեզ ևս մեկ անգամ Պաշտպանության նախարարի անունից, ուժնախարարության զինված ուժերի անունից մենք ուրախանում ու պարծենում ենք քեզանով ու համարում ենք քեզ մեր մեծ ընկերը և պարծենում ենք նաև, որ ունենք ձեզ նման փառահեղ մարդ, մեծապատիվ մարդ, արժանապատիվ մարդ։ Եվ պետք է ասեմ, որ ընդհանրությամբ ընկերություն լավ բան է։ Ասում են, ով սրտակից ընկեր չունի, նայեց ինքն իր թշնամի։ Ով վշտի մեջ լքեց մարդու, վշտի բեռնով կդառնա տուն։ Երբեք ու երբևիցե չենք լքելու քեզ եւ խնդրում ենք դուք էլ մեզ չլքեք։ Շնորհակալություն, գեղեցիկ խոսք, որ կարող եք ժամերով լսել։ Եվս մեկ անգամ շնորհակալություն Պաշտպանության նախարարությանը, շնորհակալություն պարոն Ավետիսյան ձեզ գեղեցիկ խոսքի բարեմաղթանքների համար։ Ես հիշում եմ տարիներ առաջ, երբ մենք բաժանում էինք Աշուղ ռազմարսասունցու 50-ամյակին նվիրված հրավիրատոմսերը, շատերը վերցնում եւ ասում էին. ողջ է այս ստեղծագործողը, նա մեզ հետ է եւ մեզ հետ իր երգով մնալու է դարերին։ Ես չեմ զարմանում, որ մարդիկ զարմանում են, որ երգը իրենից առաջ է անցել, նա մտել է տնից տուն, սրտից սիրտ եւ ամրագրվել ու ապահովել է իր երթը դեպի անմահություն։ Շուրջ 45 տարիների ստեղծագործական կյանքի ժամանակահատվածում նրա ստեղծագործությունները լեցուն են հերոսներին փառաբանող երգերով, Երկրի հարս ու աղջիկներին գովերքող խաղիկներով, հիշատակի ու ոգեղենության երգերով։ Նրա երգերը կարծես հենց իր կենսագրությունն են, իր անցած ճանապարհը, նրա պատկերացրած կամ իրականում տեսած հերոսներն են։ Հող հայրենին եւ վերածնվող Հայաստանը։ Բայց ինչպես ասում են, ամեն մտածող մարդ նա դեռ իր սրտում ամբարում է երկրից եկող չապրված կյանքերի հառաչը։ Ես ուզում եմ դիմավորենք մեր սիրելի Աշուղին, Աշուղն է եւ ինչու լռեց բարեբերը երգով։ Սիրով ձեզ համար Աշուղ ռազմարսասունցի։ Աշուղն է, որ կպատմե դարդն ու ցավը այս աշխարհի։ Քաղցր երգով, սիրով երգով լցնե սիրտը սիրահարի։ Սարին թիկնած քարը գրկե, հավքերի հետ մտնի բարի, Աշուղն է, որ կթողե անմա երգեր գործեր բարի։ Աշուղն է իր հանգերով, հոգի կուտա մեռյալ դարի։ Արևի հետ խոսքի մտնե, ճամփու դնե օրը բարի։ Լուսնի արծած շողերի մեջ միշտ ման կուգա սիրածյարին։ Աշուղն է, որ կկտրե հոգուլարը անգութ չարի։ Աշուղն է, որ ապրել ու գալիս է հին դարերից։ Երգով բերդեր է կառուցել հիմք, ամփոփել ժերքարերից։ Ապագայի դեմ կպարզել չի սարսափել երբեք մայից։ Աշուղն է, արցունք պոկ է սիրահարի թուխ աչքերից։ Աշուղն է, այս աշխարհի դարդը ծառած մեջքին տանե, չարը բարուց զանազան է, չարագործի աշկը հանե, խոսե 100,000 լեզվով, ռանշպարետ մեկտեղ բանը, Աշուղն է յարի հոգուս, չարը մտքերը հեռու բանը, Աշուղ ռազմար, դու էլ հանկարծ մեյդան մտար կոտրած կարգով,
Տարիները տվայելեցիր ու ճամփեցիր տեղին կարգով, սիրուն սեր, անտերի տեր, անճարին ճար դարձար վարկով ու ապրում ես ժողովրդից, քեզ ընծայված համեստ փառքով։ Ինձիներով ջուղ չտվին, ուր մնացին գարունները, ուր մնացին վանքերսին, ինձ թողեցին խորվերքերը, իմ հավքերը վերադարձան, խաբարչունեն հայրենի քեզ, իմ զավակն կորմանացին, ինչու լարեց բարեբերը, իմ հավքերը վերադարձան, խաբարչունեն հայրենի քեզ, իմ զավակն կորմանացին, ինչու լարեց բարեբերը, իմ մայրերը չծնեցին, իմ հայրերը ғարիբ դարձան, արավաշնար թափանելով իմ սև սրտում արձանացան, ենով կոտրեց իմ արորը, իմ արտերը մնացան, իմ հանդերը չծաղկեցին, ինչու լարեց բարեբերը, ենով կոտրեց իմ արորը, իմ արտերը մնացան, իմ հանդերը չծաղկեցին, ինչու լարեց բարեբերը, ինչու լարեց բարեբերը, իմ հույսերի անմատերը, ինչու սիրտս կտոր չփարատեց խորվերքերը, ինչու կյանքս դժոխք դարձավ, ուր չկացան տարիները, ինչ մնաց ինձ այս աշխարհից, ինչու լարեց բարեբերը, իմ աշուղներն ուր գնացին, ում երկեցին իրենց դարդը, ում երկեցին, գովերկեցին, նվիրեցին սիրո զարդը, աշուղը ռազմար դարդերիդ մեջ, մանես գալիս բաղթիդ վարդը, են գարուններն ուր մանացին, ինչու լարեց բարեբերը, աշուղ ռազմար դարդերիդ մեջ, մանես գալիս բաղթիդ վարդը, են գարուններն ուր մանացին, ինչու լարեց բարեբերը։ Բոլորից շատ սիրում եմ։
Վահագն ռազմահայրենասիրական բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Կարապետ Կարապետյանը եւ խորհուրդը որոշեցին հայրենանվեր գործունեության մշտապես զինվորի կողքին լինելու եւ նրան զորակցելու համար աշխուժ ռազմար Սասունցուն շնորհել զորության ռազմի աստված Վահագն ոսկյա զորանշանով մորուք կարող միակ մարդը ում խնդրանքին ես չկարողացա դեմ կանգնել Շնորհավորում եմ մեր աշխուժին Ռազմար ջան դու շատ ավելին ես արժանի որպեսզի քեզի լիքը առողջ ցավ տա իրուր հետ Շնորհակալություն Շնորհակալություն Դահլիճում է իմ չափազանց եւ հարգարժան մի անձնավորություն, ով նույնպես ռազմահայրենասիրական երգերի հրաշք ստեղծագործող է, նաեւ կատարող մեր կենթանի լեգենդներից մեկը, ում մենք բոլորս անչափ սիրում ենք, ծափահարենք Գուսան Հայկազունուն, նա դահլիճում է Ես սիրում եմ այն համերաշխությունը, որը տիրում է ստեղծագործողների մեջ եւ շնորհակալություն ձեր ներկայության համար։ Դահլիճում համեստաբար նստած է ինձ համար մի շատ հարգարժան անձնավորություն, ով չի սիրում, երբ իր մասին խոսում են եւ նա համեստաբար առ այսօր, առ այս պահը անում է իր գործը զինվորի հայրենիքի համար։ Ես ուզում եմ ինձ համար անչափ հարգարժան Վազգեն Սիսլյանին ծափահարենք եւ նրանով ծափահարենք մեր Ասալայի բոլոր մարտիկներին, ոտքի վրա ծափահարենք մեր զինվորներին, մեր ազգի զինվորներին, շնորհակալություն ձեզ։ Մի փոքրիկ մեջբերում Վազգեն հարգելիս ձեր խոսքից, ասում է, երբ մենք գնում էինք անձնազոհության, մենք գրքերից էինք կարդում մեր հերոսների մասին, բայց հիմա հերոսները ձեր կողքին են, հարգարժաններս, սիրեցեք, փայփայեցեք եւ սովորեք նրանցից։ Ձեր ծափողջներս եւս մեկ անգամ մեր բոլոր ազատամարտիկներին, դահլիճում է նաեւ Ֆիդայիներ կառույցի ղեկավար Սերան Չիլինգարյանը, ձեր ծափողջները բոլոր ազատամարտիկներին։ Հայրենիք անկախ եւ ազատ Հայրենիք իմ մայր հարազատ Զավակները հզոր համբեհեր Հսկում են լեռները քալեհեր Որդիները համբախ չաուշի Նշերի անդանիվի Հայրան առաջ Հայրերը չիտակ Հայրերը չիտակ Հայրերը չիտակ Զինվորս դու եկես մանակ Հայկական ոչ թե ասարակ Հայրան առաջ Հայրերը չիտակ Հայրերը չիտակ Հայրերը չիտակ Զինվորս դու եկես մանակ Հայկական ոչ թե ասարակ Հայկազուն, զինվոր, հարավոր, հայքի պես եվի զորավոր, պապերին ու փարքիդ հարժանի, նրանց պես հպարտ ու քաջարի, չթողնես մոտենա թշնամին, մեր հողի մեր սահմանին, հայրան առաջ, հայրերը չիտակ, հայրերը չիտակ, հայրերը չիտակ, զինվորս դու ու եկերես մանակ, հայկական
շնորհավորեն Ծափահարենք անսամբլին, շնորհավորենք մեր Աշուղի 65-ամյա հոբելյանական երեկոն եւ շարունակենք նույն ջերմությամբ։ Ես հիմա ուզում եմ բեմահարթակը տրամադրել մի կրակի կտոր աղջկա, Լարիսա Դանս պարային անսամբլի գեղարվեստական ղեկավար մենապահորուհի Լարիսա Հակոբյան, դիմավորեք։ Լարիսա Հակոբյան։ Բայրեկո սիրելի հանդիսատես, ես նույնպես սիրով շնորհավորում եմ մեր Աշուղ ռազմարին, որի մավակ ընկերն է, մենք իրենցով դաստիարակվել ենք, երգում ենք, երգիչ ենք դարձել, եւ ես գեղեցիկ երգը հատուկ ուզում եմ բոլորիս մասնակցությամբ երգել։ Thank you.
Շնորհակալ եմ։ Շնորհակալություն Արմեն Դանիելյան, անչափ շնորհակալ ենք այս գեղեցիկ երգի համար։ Մեր շնորհավորանքներ է գալիս Աշոտ Ռազմարի 65-ամյակի կապակցությամբ Ռուսաստանի Դաշնությունից, եկեք ծափահարենք մեր օտար ափերում ապրող մեր բոլոր հայրենիներին։ Այսօր նաև Աշոտ Ռազմար Սասունցու դուստրն է ապրում Ռուսաստանում։ Պարզապես ուզում եմ մի փոքրիկ բարեմաղթանք նամակ կարդալ։ Հաճելի երեկո բոլորիդ, առողջ միտք ու անվերջ ստեղծագործական եռանդ մեր շատ սիրելի Աշոտ Ռազմարին, իրեն ու բոլորին ոգեշնչող հողին ու ջրին, իր մուսաներին հավերժ խաղաղ երկինք, ժպիտ ու երաժշտություն հոգում և շուրթերին։ Տյումենի մարզից Նելի Սարդարյան, եկեք ծափահարենք Աշուղի լավագույն բարեկամներից մեկի բարեմաղթանքը հենց նոր հասավ մեզ։ Եվ հուսամ, էլ ինչ Սասունցու ծնունդ, երբ չկա Սասնա պար, ձեր ջերմությամբ, ծափողջություններով դիմավորում ենք Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի Սասուն ազգային երգի պարի անսամբլին գեղարվեստական ղեկավար բարեշնոր Անդրանիկ Սարգսակ Մանուկյան։ Yaman dilabaru dalado yaman asmar yaman 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 dilabaru dalado yaman Asmar yaman 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 dilabaru dalalo yaman asmar yaman 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 dilabaru dalalo yaman asmare di tamara guru dedik neveru karat asmar yaman 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 dilabaru dalalo yaman asmani kamel tunmuke usna gere sankere tuhe asmar yaman 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 dilabaru dalalo yaman asmar yaman 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 dilabaru dalalo yaman Asmar kere tere kave logi Afpak me tenke razi dogi Asmar yaman 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 Dilbaru dalalo yaman Asmar yaman 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 Dilbaru dalalo yaman Սասուն ազգագրական երգի պարի ավանդական անսամբլ գեղարվեստական ղեկավար բարեշնոր Անդրանիկ Սարգսակ Մանուկյան։ Սիրելիներս, վստահեցնում եմ, որ եթե այն մարդիկ, ովքեր իսկապես բոլորը ձգտում էին այստեղ լինեին եւ շնորհավորեին Աշոտ Ռազմարին, համերգը կտևեր մի 3-4 օր, գուցե մի 5 օր։ Այնպես որ եկեք ծափահարենք բոլոր կատարողներին եւ բոլոր նրանց, ովքեր դեռ ցանկություն ունեն հետագա համերգներին այստեղ ներկա լինել։ Ծափահարենք մեր բոլոր մասնակիցներին։ Վարպետ Աշուղին շնորհավորում են Մեծամորի Շարլ Ազնավուրի անվան արվեստի դպրոցի աշխատակազմը եւ դուդուկի վարպետ Ժիրայ Հարությունյանը։ Շերամ Օլոր Մոլոր, դուդուկի մենանվագը վարպետի Սան Գագիկ Հակոբյանի։ Սիրով ձեզ համար։
ոնց կարող ենք չողջունել, երբ որ Աշուղի հետևից աշողներ են գալիս, դուդուկահարների հետևից դուդուկահարներ, եւ հրաշք այս երիտասարդը եկել է ինձ ողջունելու, Նռնեմ ջան։ Աշուղի համբույրը դրոշմվեց Գագիկ Հակոբյանի ճակատին, ստացավ իր օրհնությունը եւ կարծում եմ մենք դեռ կլսենք այս հրաշք պատանու անունը երկրից երկիր, բեմերից բեմ։ Եվս մեկ անգամ ծափահարենք Գագիկ Հակոբյանին, հրաշք դուդուկահար։ Շնորհավորանքները շարունակվում են երգի տեսքով, ես սիրով ուզում եմ բեմահարթակը տրամադրել մի փառահեղ, մի հրաշալի երգչի, դիմավորեք Հակոբ Հակոբյան, Բյար Նանուշը։ Հայոց արծիվներ հայրենասիրական հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ, Հայաստանի Հանրապետության սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը, եկեք ծափահարենք նրան, ով իր աջակցությունն է ունեցել մեր հարմերգի կայացմանը։ Սիրով ուզում եմ բեմահարթակը տրամադրել մի հզոր ձայն, հրաշալի մարդ, փառահեղ երգիչ, ով կներկայանա Աշուղ Ռազմարի հայոց արծիվներ երգով։ Սիրված երգիչ, դիմավորեք Հրաչյա Սաֆարյան, ձեր ծափողջունները։ Մենք
ունենք պայքար ու հարց տարավոր, ունենք ասելիք ցավին ահավոր, մենք պետք է կերտենք ուղին մեր բախտի ու դուրը բացենք հավերժ դրախտի, մենք պետք է կերտենք ուղին մեր բախտի ու դուրը բացենք հավերժ դրախտի, քաջ կամավորներ, հայոց արծիվներ, անխոցելի են, վեր կրծքերը ձեր, հայոց աշխարհից ձեզ ձայն են տալիս, որ չարազգերը ձենքի են գալիս, հայոց աշխարհից ձեզ ձայն են տալիս, որ չարազգերը ձենքի են գալիս. Դաշտը իմ շիրակ, Սյունիքից ճամփա, բացենք դեպ ջավախ, հաստատ է մեկ բան, վայ ինչ հարազգին, որ ունեք ասկաց, ձեր ուշին բասկին, հաստատ է մեկ բան, վայ ինչ հարազգին, որ ունեք ասկաց, ձեր ուշին բասկին, քաչ կամավորներ, հայոց արծիվներ, անխոցելի են, վեկրծքերը ձեր, հայոց աշխարհից ձեզ ձայն են տալիս, որ չարազգերը ձենքի են գալիս, հայոց աշխարհից ձեզ ձայն են տալիս, որ չարազգերը ձենքի են գալիս, հայոց երկիրը հողը հայրերի, տունը քաչ տախտի ու ճոճ մահերի, նպատակները աշուր ռազմարի, հոգիս ձեզ մատաղ չթողնեք թերի, նպատակները աշուր ռազմարի, հոգիս ձեզ մատաղ չթողնեք թերի, քաչ կամավորներ, հայոց արծիվներ, անխոցելի են, վեկրծքերը ձեր, հայոց աշխարհից ձեզ ձայն են տալիս, որ չարազգերը ձենքի են գալիս, հայոց աշխարհից ձեզ ձայն են տալիս, որ չարազգերը ձենքի են գալիս. Ձեզ ձայն են տալիս, որ չարազգերը ձենքի են գալիս, հայոց աշխարհից ձեզ ձայն են տալիս, որ չարազգերը ձենքի են գալիս. Շնորհակալություն. Ես ուզում եմ մի փոքրիկ բան պատմել, մենք երգում էինք Աշող Ռազմարի երգերը, նույնիսկ երբևէ չիմանալով, որ գուցե կգա մի օր մենք կհամագործակցենք։ Այդ երգողների, այդ երգերը կատարողների թվում ես եմ եղել եւ հիմա կբացեմ մի անուն։ Սիրով ուզում եմ բեմահարթակը տրամադրել մեր անչափ սիրելի Լուսինե Նազարյանին, Նուբար հայ ավանդական երգի պարի խմբի գեղարվեստական ղեկավար, պարուսույց եւ հրաշալի մարդ, ձեր ծափողջունները։ Բարի երեկո։ Աշող Ռազմարը իսկապես մեզ համար սիրելի անուն է իր չափից ավելի սիրված երգերով։ Իսկապես ես դեռ դպրոցական երեխա էի, որ անցնինք Սասուն, մտնինք Վան, երգում էինք, ոգևորվում էինք, Գարայսարը հուսով տղանդրանիկ եւ այլն։ Ես իսկապես չէի կարող պատկերացնել, որ երբևէ այդ երգերը իմ ձեռքի տակով պիտի անցնեն, ինչ որ միտեղ իմ գրիչը պիտի մի թեթև շարժվի եւ պիտի իմանամ այդ երգերի նախապատմությունը, թե ինչպես իր տատի պատմած
այդ եղելությունները, պատմական անցքերը աստիճանաբար վերածվել են երգի այն երգերին, որոնք մեզ կռիվ տարան, այն երգերին, որոնք մեզ հաղթանակ բերին։ Շնորհավոր վարպետի ծնունդը եւ ստեղծագործական փառահեղ երկար տարիներ։ Նուբար
ավանդական երգի բարի անսամբլ գեղարվեստական ղեկավար Լուսինե Նազարյան։ Ես հավատացած եմ, որ այս չքնաղ աղջիկների համար ցանկացած հայորդի հաստատ կգնար պայքարելու եւ անպայման կվերադառնար հաղթանակով։ Եվ խոսելով Աշող Ռազմարի երգերից մի տեսակ միշտ անդրադառնում ենք մեր զինվորներին, մեր հերոսներին։ Կարծես նրա երգերի մեջ գերիշխում են հերոսական, մարտական, ռազմատենչ, ռազմակոչ երգերը։ Դահլիճում են ոչ միայն մեր ազատամարտի նվիրյալ տղաները, դահլիճում են մեր սիրելի հերոսացին մայրերը։ Եկեք ծափահարենք եւ մեր խոնարհումը նրանց, սիրելիներս։ Շնորհակալություն ձեզ հերոսներ ծնելու համար։ Երբևէ մտածել եք, թե ինչպես են ծնվում հերոսների մասին երգերը։ Դժվար է, գիտեք։ Դժվար է, երբ երգ է ստեղծում հերոսի մասին եւ նա այլևս չկա։ Դժվար է գիտակցել, երբ այդ հերոսը այլևս մնաց 20 տարեկան։ Սիրելի ծնողներ, ես պարզապես ուզում եմ, որ դուք միշտ հիշեք, քանի բաբախում են մեր սրտերը, ձեր որդիները այնտեղ ունեն տաք հանգրվան։ Դահլիճում է Վլադիմիր Ալիխանյանի ծնողները, ես ուզում եմ ծափահարեք նրանց։ Ապրիլյան պատերազմը մեզանից շատ ու շատ հայորդիների տարավ։ Պարզապես այսօր ուզում եմ իդեմս ձեզ, սիրելի Վարուժան եւ Աննա Ալիխանյաններ, իդեմս ձեզ խոնարհում բերենք ապրիլյան պատերազմի բոլոր սուրբ նահատակներին։ Ձեզ ասենք շնորհակալություն, որ այդքան ամուր եք, ձեզ ասենք շնորհակալություն, որ հերոս որդի նվիրեցիք, պարգևեցիք հայ ազգին։ Եվ պատահական չէ, որ Աշուղ Ռազմար Սասունցին անմահ զինվոր երգը նվիրել է մեր քաջորդի Վլադիմիր Ալիխանյանին։ Ես ուզում եմ մեր խոնարհումը բերենք իդեմս Ալիխանյանների բոլոր սուրբ նահատակների ծնողներին։ Արշալույսները կարծես ուշացա խավարում մնաց դարածքն ամայի հայաց քաջարի զինվորն հասկացա որ պահն է հասել հրկության հայոց քաջարի զինվորն հասկացա որ պահն է հասել հրկության Amen.
Եշեր փրեցիք միջև մեծ սահման Ռազմարներ ձերքով քարեց ու հարտորեն ազգին բաժանեց դու բաժանի եք ազգի մեծ մարդին ձեր հոգիները արժաններ աղբին դու բաժանի եք ազգի մեծ մարդին ձեր հոգիները արժաններ աղբին մեծ նշանարու մեծ Զեփյուրը որ ասեց դժվար է հերոսների համար երկրել, անչափ դժվար է։ Ես մի շաբաթ լացել եմ ամեն տողի վրա։ Եվ հիմա Զեփյուրը պետք է պատասխան տա, որ վերջի իմ երկրը որ պետք է երկեմ, Ռուզվելտի կալվավատ երկեմ ձեր համար։ Աննա ջան, Վարուժան ջան, Ես ուզում եմ ծափահարենք ամենաուժեղ աշուղին, ով կարողանում է փառաբանել, երգել, գովերգել եւ ամուր մնալ իր ոտքերի վրա, որ ոչ մի հերոսի անուն չմնա խավարում։ Պինդ եղեք, սիրելի ծնողներ, մենք ձեր կողքին ենք։ Ես երդվել եմ բոլորին հատավար պետք է երկրներ լինեմ, եթե իմ առողջությունը ների։ Աստված ձեզ հետ։ Շնորհակալություն։ Եվս մեկ անգամ մեր խոնարհումը ձեզ սիրելի հերոսացին մայրեր, սիրելի ծնողներ։ Այո, երգը պատմություն է, երգը նաև հիշողություն է, այն մեր ուժն է, մեր գենետիկ միտքը։ Ուզում եմ հիշենք, թե ինչ էին տանում մեր պապերը, երբ փախնում էին, երբ գաղթ էր։ Նրանք տանում էին իրենց հետ մեր ձեռագրերը, մեր գրքերը, մեր մատյանները ձեռագիր և տանում էին իրենց հոգում ամբարված հայոց երգը։ Մոտ մեկ դար տևած սովետական Հայաստանի պատմության դասագրքերը լռում էին ճշգրիտ հայոց պատմության մասին, փոխարենը խոսում էին մեր պապերի բերված, իրենց հետ հոգում բերված երգ դասագրքերը։ Եվ նրանցով սնվել են մեր արվեստի մարդիկ, մեր գրականության, մեր գիտության մարդիկ, ինչու չէ, և մեր աշուղները։ Իսկ աշուղի ստեղծագործությունների մասին խոսել ևս մեկ անգամ ուզում եմ ասել, կնշանակի խոսել հայրենիքից, զինվորներից, երկիրը անառիկ պահող մեր մարտիկներից։ Եկեք ևս մեկ անգամ ծափահարենք միմյանց, ցանկանք մեր աշուղին երկարակեցություն, բեղմնավոր գրիչ, առողջություն, թող երկար ապրի, ստեղծագործի, բայց տա Աստված, որ այսուհետ մեր սիրելի աշուղը գրի կենդանի հերոսների մասին, նրանց ողջ լինելու մասին, նրանց երկարակեցության մասին։ Եվս մեկ անգամ մեր խոնարհումը բոլոր հերոսներին եւ չշահտախոսելով, սիրով բեմահարթակը տրամադրում եմ մեր անչափ սիրելի աշուղին, աշուղ Ռազմար Սասունցի, դիմավորեք։ Շարշար երկելով թրջում է կելվեր
երանից ես երան կրումներ ճամփան շատեր գարեմ գուցե շունչարնեք ձեր վերադարձինից մեկ լուր բերեք ճամփան շատեր գարեմ գուցե շունչարնեք ձեր վերադարձինից մեկ լուր բերեք Ետ վերադառնաք, ինձ մեկ լուր բերեք Իմ ես չի մեռնի կարոտը երբեք Ետ խորոտ ճամպեքի երիք է պարեք ես անգամ գոնե ինձ ձեզ հետ տարեք Աշուղ ռազմարսասունցու հավքերն եկան ընկերակցությամբ հեքիաթ պարային անսամբլի գեղարվեստական ղեկավար Սոֆյա Պողոսյան